հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, քանզի դա Ադրբեջանին պետք չի։ Այս պահին Ադրբեջանը որևէ քայլ չի անում, որպեսզի ցույց տա, որ ինքը իրականում պատրաստ է խաղաղության։ Ալիևին պատճառ է պետք պայմանագիրը չստորագրելու համար, եւ նա ամեն ինչ անելու է դրա համար։ Կան գործընթացներ, որի վրա փոքր պետությունները չեն կարող ազդեցություն ունենալ առանց եւ հաշվի չառնել տարածաշրջանային հսկաների կարծիքը։ Ակնհայտ է, որ այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված կարծես թե Պակիստանը դրվել է աշխարհական նոր համակարգի, այսպես ձևավորման զոհասեղանին։ Ըստ էության եւ Իսրայելը եւ Պակիստանը պետք է հասկանան, որ Պակիստանը արդեն սկսեց հասկանալ, որ Հադրութը պայթեց իր երկրում, ըստ էության կոտրվում է սուննիտական եռանկյունու մի ոտքը, քանզի Պակիստանը միշտ էլ եղել է սուննիտական եռանկյունու մաս, որը հակակշիռ է եղել միշտ Իրանին։ Այս ջերմացումը ռուս-ամերիկյան, սա այսպես ժամանակավոր բնույթ է կրում ըստ էության։ Ես կարծում եմ հետո ամեն դեպքում կողմերը իրենց իրական դեմքը ցույց են տալու։ Տպավորություն է, որ Տրամպը հետ է քաշվում Իսրայելից եւ սա արվում է Իրանի պահանջով, Իրանին եւ Իսրայելին ըստ էության թողելու են մենակ։ Armenian Today խոսում ենք գլխավորի մասին հաղորդման հերթական թողարկումն է, հյուրս է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, շնորհակալ պարոն Բալասանյան մեր հրավերը եւս մեկ անգամ ընդունելու համար, խոսելու ենք լարված միջազգային իրավիճակի մասին, տարբեր խնդիրների, այդ թվում նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցողի, նախ կանդրադառնանք մեր տարածաշրջանին եւ Հայաստանին առաջին հերթին, չնայած որ խնդրին էլ ինչ հեռավորության վրա գտնվող խնդրին էլ անդրադառնում ենք, այսպես թե այնպես դա կամ առնչվում է Հայաստանին մեր տարածաշրջանին կամ կարող է առնչվել, այդպիսի իրավիճակ է։ Նախ հայ-ադրբեջանական բանակցություններ եւ իրավիճակ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացի ներկայի ու իրավիճակի ինչ գնահատական եք դուք տալիս այս պահի դրությամբ, ինչ է տեղի ունենում, կարծես Ադրբեջանը շարունակում է պարբերաբար չասեմ սրել իրավիճակը սահմանի տարբեր կետերում, բայց կրակոցները առկա են, կրակում են նաև մեր բնակավարերի ուղղությամբ, սրանով հասկանալի է եւ դրա մասին բազմիցս է խոսվել, որ որոշակի ճնշում է գործադրում Ալիևը Հայաստանի իշխանությունների վրա, այլ գործոն կա թե ոչ։ Լավ, շնորհակալություն հրավերի համար։ Շուտով կլինի 2 տարի, երբ ես առաջ եմ քաշել այն թեզը, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, քանզի դա Ադրբեջանին պետք չի։ Եվ ըստ էության ստացվեց, որ այդ դիտարկումները դեռևս աշխատում են, եւ Ադրբեջանը մի կողմից հայտարարելով, որ իրենք պատրաստ են ստորագրել եւ հայկական կողմն էլ արձագանքելով սրան, իրենք պատրաստ են ստորագրել պայմանագիրը չի ստորագրում։ Այս բանի որևէ բանակցություն չկա, համենայն դեպս տեսանելի, որևէ հարթակ չկա, որտեղ Ադրբեջանն եւ Հայաստանը կբանակցեն, ավելին անգամ երկկողմ հանդիպումներ տևական ժամանակի մենք չենք տեսնում։ Միգուցե այսպես գաղտնի ծառայությունների, հատուկ ծառայությունների մակարդակով ինչ որ շփումներ կան, որտեղ մամուլում էլ տեղեկատվություն կար, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը պարբերաբար սահմանագոտի է այցելում, բայց պաշտոնական շրջանակների միջև այս բան բանակցություններ չկան։ Այս բային Ադրբեջանը որևէ քայլ չի անում, որպեսզի ցույց տա, որ ինքը իրականում պատրաստ է խաղաղության, որ ինքը պատրաստ է ստորագրել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այս բային այսպես ստատիկ վիճակ է, կարծես բոլորը սպասում են գլխավորին, սպասում են Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերություններում այսպես որոշակիության առաջացմանը եւ նաեւ ռուս-ուկրաինական այս պատերազմին դրա համար այո պատերազմի ավարտին դրա համար էլ այսպես ստատիկ վիճակ է եւ մեծ հաշվով որևէ բանակցային գործընթաց այս բային չկա։ Այո, հրապարակային դաշտում, եթե դիտարկում ենք, տեսնում ենք որոշակի հայտարարություններ թե Ադրբեջանից, Ալիևը իր ռետորաբանությունը շարունակում է, բայց ավելի շատ այս վերջի ամիսներին խոսում են իր օգնականը, արտգործնախարարը եւ այլն։ Այո, դարձյալ իրենք ասում են պայմանագիրը մենք կստորագրենք, բայց եթե Հայաստանը իրականացնի այսինչ պահանջ բառը չեն օգտագործում, այլ այսինչ կետերը բանակցված եւ համաձայնեցված, երբեմն այդ բառն էլ է իրենց մոտ հնչում, Հայաստանը որպես պատասխան դարձյալ շարունակում է իր խաղաղության խաչմերուկ թեզը, որ մենք խաղաղությանը գնում ենք, ամեն ինչ պատրաստ է,
ճնշումը սահմանին դա դիտարկվում է այդ համատեքստում, այսինքն ի վերջո դուք համաձայն եք մեր պահանջներին, իրականացրեք որքան հնարավոր է շուտ, այսինքն սահմանադրությունը ձեր փոխեք, որտեղ դա մեզ համար վտանգ է եւ այլն, մնացած պահանջները իրականացրեք, դրա համար է գործադրվում դա։ Ոչ, ես կարծում եմ Ադրբեջանը այլ մարտավարություն է որդեգրել, սահմանում լարվածությունն ավելացնել, պարբերաբար մեղադրել հայկական կողմին իրավիճակը սրելու եւ հրադադար ռեժիմը խախտելու մեջ եւ հետո հայտարարել, որ այս պայմաններում իրենք չեն կարող ստորագրել այդ պայմանագիրը։ Ալիևին պատճառ է պետք պայմանագիրը չստորագրելու համար եւ նա ամեն ինչ անելու է դրա համար։ Մեծ հաշվով Ալիևին երբեք էլ պետք չի եղել այդ պայմանագիրը, դա ուղղակի այսպես ֆարս էր Հայաստանից պարբերաբար տարածքներ փոկելու համար եւ Ալիևն էլ մի անգամ Ղազախի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այնքան էր ոգևորվել, որ իրենից ակամա գաղտնիքը բացեց, ասեց ես մի մատի շարժումով Ղազախի 4 գյուղեր հետ եմ բերել, մենք այդ գիծը շարունակելու ենք, ճնշելու ենք եւ այլն, այսինքն ըստ էության ասեց, որ իրենք հակված էլ չեն որևէ պայմանագիր ստորագրել։ Այս պարագայում ինձ համար անկեղծ ասած այդքան էլ հասկանալի չէ հայկական կողմից անընդհատ կրկնվող այդ թեզը, որ դե ամեն դեպքում ինչ էլ լինի, մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր։ Ես չեմ կարծում, մի քանի անգամ եմ ասել, նորից ասեմ, չեմ կարծում երկրագնդի երեսին կա մի ժողովուրդ, որ խաղաղություն չի ուզում, որ պատրաստ չէ խաղաղության, որ բոլորն էլ պատրաստ են, իհարկե բացառությամբ ադրբեջանցիների, բայց դա պետք չի անընդհատ թմկահարել եւ հույս ունենալ, որ դրանով մենք կամաչեցնենք ադրբեջանցիներին, որ իրենք այսպես ամոթից ելնելով գան եւ ոչ, իրենք չեն ստորագրելու։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նաեւ մեկ այլ հանգամանքում։ Այստեղ Ադրբեջանն ու Հայաստանը ինչքան էլ ցանկանան, իրենք չեն ստորագրելու այդ պայմանը, չեն կարող։ Քանզի դրա համար պետք է տարածաշրջանային պետությունների համաձայնությունը, պետք է այն պետությունների համաձայնությունը, որոնք անմիջապես այդ պայմանագրի շահառուն են հանդիսանում։ Նվազագույնը Մոսկվայից եւ Թեհրանից իրենք պետք է ստանան ազդակներ, որ այս պայմանագիրը կարող է ստորագրվել։ Ինչքան էլ խոսենք ինքնիշխանության մասին, ինչքան էլ ասենք անկախություն եւ այլն, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց կան գործընթացներ, որի վրա փոքր պետությունները չեն կարող ազդեցություն ունենալ առանց եւ հաշվի չառնել տարածաշրջանային հսկաների կարծիքը։ Այս պարագայում Իրանի կարծիքը հնարավոր չի հաշվի չառնել, քանզի Իրանը բացահայտ ասում է, որ իր համար կարմիր գիծ է սահմանների փոփոխությունը, ավելին Փեզեշքյանը Բաքու կատարած այցի նախորդին հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին, բառացի ասում է հետևյալը. Նախիջևանից Իրան եւ ուրեմն դեպի Իրանով այսպես մայրցամաքային Ադրբեջան ճանապարհը արդեն պատրաստ է, հետեւաբար ազդակ, որ Զանգեզուրի միջանցքի ձեր պատկերացումները մնում են թղթի վրա։ Բացի այդ, Իրանը Հայաստանի հետ անցկացնում է զորավարժություններ սահմանային անցակետերի վրա հարձակվելու սցենարով եւ դրանից ընդամենը 15 օր հետո, 10-15 օր հետո Իրանի կառավարությունը ստրատեգիական որոշում է կայացնում սահմանապահ ծառայությունում փոփոխությունների մասին։ Սահմանապահ ծառայությունը հանվում է ոստիկանության, այսպես ներքին գործերի նախարարության կազմից ենթակայությունից եւ մտցվում բանակի ենթակայության տակ, ավելին որոշում է կայացվում ուժեղացնել սահմանները, այդ թվում նաեւ Հայաստանի հետ։ Սա նշանակում է, որ Իրանը հստակ ազդակ է տալիս, որ ինքը ոչ միայն ուժեղացնում է սահմանը մտածելով, որ իր վրա կարող է լինել հարձակում, այլև նաեւ ցույց է տալիս նույն Ադրբեջանին, որ մտքից հանեն այդ սցենարով Իրանում ինչ որ խժդժություններ առաջացնելը, հատկապես հյուսիսային Ատրպատականը Իրանի համար միշտ էլ եղել այսպես աքիլեսյան գարշապար եւ Ադրբեջանը միշտ էլ փորձել է այդ գայթակղությունից չհրաժարվելով այնտեղ ինչ որ խնդիրներ ստեղծել։ Եվ այս պայմաններում դրան գումարած Մոսկվայի կողմից անընդհատ առաջ է քաշում նոյեմբերի 9-ի արձանագրության խնդիրը, այսինքն խաղաղության պայմանագիր եք ուզում, այնա նոյեմբերի 9-ը ստորագրվել է։ Այսինքն ցանկացած պայմանագիր, որ կստորագրվի եւ կհակասի նոյեմբերի 9-ին, դա չի կարող ստորագրվել։ Եկեք, դարձյալ Մոսկվան ասում է եկեք կամ Մոսկվա կամ Սոչի համաձայնեք, այո, այստեղ քննարկեք եւ ստորագրեք այդ պայմանագիրը, բայց որոշ պիտի հակասի նոյեմբերի 9-ի արձանագրությանը։ Հիմա փորձագետները կարծիք էին հայտնել, որ կարող է մայիսի 9-ին այցի ընթացքում այդ պայմանագիրը այսպես ստորագրվի կամ նախաստորագրվի, բայց այս պահի դրությամբ հրապարակի վրա չկա որևէ տեղեկատվություն, որ բան է կազմակերպում կամ փորձ է արվելու ինչ-որ բան նախաստորագրել։ Այսպիսի վիճակ է այս պահին հայ-ադրբեջանական հարաբերություններում, եթե այսպես կարող ենք ասել, եւ նաեւ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ճակատագիրը այս պահին շարունակում է մնալ մշուշոտ։
Հայ-թուրքական գործընթացին անդրադառնանք, այստեղ էլ կարծես որոշակի լռություն կա, որքան ժամանակ է, չնայած հասկանում ենք ինչու, բազմից Էրդողանը եւ իր շրջապատը արտահայտվե այս ուղղությամբ, որ Ադրբեջանի հետ Հայաստանը իր հարցերը կլուծի, նոր մենք մեր հարցերը Երևանի հետ, պաշտոնական Երևանի հետ կլուծենք, ամեն ինչ կախված է Երևան-Բաքու համաձայնագրից, եթե Բաքվի պահանջները ամբողջովին կատարի։ Այստեղ այլ բան մենք տեսնում ենք, թե ոչ։ Կարող ենք ֆիքսել մի բան, դրան կարծես լրատվամիջոցները այդքան չեն անդրադառնում, բայց թուրքական կառավարությունը իր պլան մինիմումը կատարեց։ Հայոց ցեղասպանությունն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, եւ Արարատը Հայաստանի Հանրապետության կառավարության համար խորհրդանիշ չէ այլևս։ Այսինքն պլան մինիմումը թուրքական կառավարությունը կատարել է։ Այս պահին նրանք դադար են վերցրել, որովհետև այս պահին իրենց ավելի առաջ գնալ դեռևս հետաքրքիր չի։ Բայց ներեցեք, այստեղ իհարկե ամեն ինչ կախված է Հայաստանի գործող իշխանությունից։ Այսինքն իշխանությունը կփոխվի, այլ իշխանություն կլինի, ով կլինի եւ այլն, կարող է այդ քաղաքականությունն էլ համապատասխանաբար փոխվել։ Ոչ մի բան թղթի վրա արձանագրված չէ, որպեսզի ենթադրենք պարտադիր լինի հետ այլ իշխանություն։ Ես համաձայն եմ իհարկե, բայց այստեղ թե մենք հաշվի առնենք, թե ինչի համար Հայաստանի կառավարությունը սկսեց այս գործընթացը, որը միտված էր հայ-թուրքական սահմանի բացմանը, դա ըստ էության տապալվեց։ Եվ Թուրքիան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ անգամ եթե Չուկոտկայի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցն էլ մտցվի թուրքական պահանջների մեջ եւ եթե դա էլ կատարվի, Թուրքիան մեկ է սահմանը չի բացելու։ Այսինքն Թուրքիան ինքը շահագրգռված չէ սահմանի բացմամբ։ Դա կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայ-իրանական հարաբերություններին, Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին, դա բացարձակապես կապ չունի։ Թուրքական կողմը չի ցանկանում բացել այդ սահմանը, եւ ես կարծում եմ մեր կողմից մարտավարական բավականին լուրջ բաց թողում թույլ տրվեց, երբ մենք առաջինը նետվեցինք այսպես առանց նախապայմանների սահմանը բացելու առաջարկությամբ։ Երբ մենք առաջինը սկսեցինք հայ-թուրքական գործընթաց, մենք պետք է սպասեինք։ Թուրքիան ապացուցելու բան ուներ Եվրոպական միությանը, Թուրքիան ցանկանում էր ամեն դեպքում ցույց տալ, որ ինքը գիտեք դեմոկրատական երկիր է եւ այլն, դրա համար պետք էր սահմանը բացել կամ իմիտացիա ստեղծել, որ սահմանը բացում է։ Թող թուրքական կողմը առաջարկեր գործընթաց սկսել, մենք էլ կհասկանանք մեզ ինչ է պետք, ինչն է, որն է մեր կարմիր գիծը, որի շուրջ չի կարելի առհասարակ բանակցել։ Հիմա մենք տվեցինք մեր առնվազն երկու խոշոր խաղաքարտերից մեկը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, սա դրեցինք այսպես փամփուշտը, այսպես օթում կրակեցինք, թուրքական կողմը սա օգտագործեց եւ նաեւ սա կարծում եմ հետո մեր համար է խնդրեմ դառնալու, որովհետեւ Հայաստանը իր հեղինակությունն է կորցնում այն գործընկեր պետությունների աչքին, ովքեր հարգելով մեր վիշտը ժամանակին սրել են իրենց հարաբերությունները, ճանաչելով հայոց ցեղասպանությունը։ Մենք այդ մարդկանց, այդ պետությունների առաջ բարոյական պարտք ունենք տալու, որը չգիտես ինչու ոչ մենք չենք տալիս, այլև այդ պետություններին ենք դնում անհարմար վիճակի մեջ։ Հետևաբար հայ-թուրքական սահմանի բացումը արժեր արդյոք այնքան, որ Հայաստանի միջազգային վարկը եւ բարի համբավ ու հեղինակությունը դրվեր կասկածի տակ։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում, եւ ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այս հարցերի պատասխանը պիտի տրվի։ Հասնենք արագ անցնել այլ հարցերով, կարևորագույն թեմաներով, իհարկե այժմ ամենից քննարկվողը Հնդկաստան-Պակիստան այդ առճակատումն է։ Դուք բավական խորն եք ուսումնասիրել, թե նախապատմությունը այս տարիների, տասնամյակների այս նախապատմությունը, այս կոնֆլիկտի, այս հակամարտության, որը սառեցվել է որը ժամանակ պատերազմներ եղել են, ռազմական գործողություններ, հիմա դարձյալ վառ շրջանն է։ Ինչ է այնտեղ տեղի ունենում, Հնդկաստանը որքանով է Հնդկաստանի ռազմական ուժը առավել քան Պակիստանինը։ Մենք գիտենք, լավ գիտենք, թե որքանով են տարբերվում բնակչությամբ այդ երկրները, բայց ռազմական ուժի պարագայում դրա մասին խոսելիս շատերը ասում են, գիտեք, Պակիստանն էլ է միջուկային պետություն։ Տեսեք, Պակիստանը միայն միջուկայինի հարցը չի։
Պակիստանի բնակչությունը չնայած Հնդկաստանից մոտ 5 անգամ պակաս է, բայց Պակիստանի զինված ուժերը բավականին լուրջ պատրաստություն են անցել, այսպես եւ Իրանի սահմանին եւ Աֆղանստանի հատվածում ծառայություն անցկացնելով եւ նաեւ սպառազինության տեսանկյունից նրանք չեն զիջում ոչ մի բանով Հնդկաստանին, ավելին Պակիստանը Չինաստանի հետ համատեղ շատ ավելի շուտ սկսեց կործանիչներ արտադրել, քան Հնդկաստանը։ Այսինքն իրենք ունեն բավականին զարգացած ռազմաարդյունաբերություն եւ պատահական չի, որ երեք Հնդկաստանը սկսեց այդ հատուկ օպերացիան Ջամու եւ Քաշմիր նահանգներում, սկսեց ռմբակոծել պակիստանյան բանակի դիրքերը, բայց հենց առաջի մի քանի ժամերի ընթացքում հնդկական 5 Ռաֆալ կործանիչներ խոցվեցին պակիստանյան հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ես վստահ եմ, որ այնտեղ աշխատում են չինական հակաօդային պաշտպանության համակարգերը եւ չեմ բացառում նաեւ չինացի մասնագետների անմիջական ներկայությամբ, քանզի Չինաստանը Պակիստանի հետ ունի բավականին լուրջ ռազմատեխնիկական համագործակցության պատմություն։ Բացի այդ, իմ կարծիքով այս կոնֆլիկտի արհեստական թարմացման պատճառը եւ հասցեատերը շահառուն դա Չինաստանն է։ Ինչու եմ ես այդպես կարծում, որովհետեւ տեսեք, շատ զարմանալիորեն Պակիստանի ավանդական դաշնակից Միացյալ Նահանգների նախագահան հանկարծ հայտարարում է, որ ինքը այս կոնֆլիկտում Հնդկաստանի կողմն է։ Երբեք Միացյալ Նահանգները բաց հնդկա-պակիստանյան կոնֆլիկտում որևէ մեկի կողմը չեն բռնել։ Սա Հնդկաստանին սիրաշահելու լուրջ քայլ էր։ Բացի այդ, հանկարծ այստեղ մենք տեսնում ենք, որ Իսրայելն է ինչ-որ հավակնություններ այսպես արտահայտում եւ ինքն էլ է հայտարարում, որ ինքը Հնդկաստանի կողմն է այս կոնֆլիկտում։ Ֆրանսիան 26 Ռաֆալ կործանիչ է որոշում վաճառել Հնդկաստանին։ Գիտեք, Պակիստանի բանակի դեմ գործելու համար Հնդկաստանին լրացուցիչ զինելու անհրաժեշտություն չկա։ Քանզի նորից ասացի, համամասնությունը շատ է ակնհայտ։ Նշանակում է Հնդկաստանին պատրաստում են տարածաշրջանը պայթեցնելու եւ շատ ավելի լուրջ մրցակցի դեմ նետելու համար։ Խոսքը Չինաստանի մասին է, քանզի Չինաստանը Հնդկաստանի հետ Լադակ նահանգի շուրջ ունի բավականին լուրջ տարածքային կոնֆլիկտ, ընդ որում Լադախը մի քանի անգամ ավելի մեծ է, քան Ջամու եւ Քաշմիր նահանգները միասին։ Հետևաբար այս գործընթացում պետք է Հնդկաստանին անընդհատ աջակցել եւ պետք է Հնդկաստանին նաեւ զինել, բայց ակնհայտ է, որ այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված կարծես թե Պակիստանը դրվել է նոր համակարգի այսպես ձևավորման զոհասեղանին, քանզի Հնդկաստանն էլ արդեն հայտարարում է, որ Պակիստանը պետք է բաժանվի 5 մասի։ Սա չի եղել երբեք։ 2019-ին, երբ որ երկու պետությունները դարձան Շանհայ համագործակցության կազմակերպության անդամ, այն ժամանակվանից մինչ օրս որևէ կոնֆլիկտ չի եղել։ Այսինքն Հնդկաստանը Պակիստանի հետ լինելով այդտեղ, Չինաստանն էլ լինելով այդտեղ, երեք պետություն ունենալով տարածքային կոնֆլիկտ իրար հետ, կարողանում են խաղաղ գոյակցել։ Ավելին, այդ Հարավային Ասիայի ուրեմն համագործակցության կազմակերպության ՍԱԱՐԿ-ի շրջանակներում Պակիստանի քաղաքացիները առանց վիզայի այցելում էին Հնդկաստան, իսկ կարծես թե հարաբերությունների կարգավորման նշույլներ կար, բայց հանկարծ միանգամից տեղի ունենում ահաբեկչություն, որ անմիջապես մեղադրում են Պակիստանին, եւ այստեղ process-ները սկսում են շատ արագ զարգանալ։ Սա Տրամպի պատասխանն է Չինաստանին իր դեմ փոխադարձ պատժամիջոցներ մտցնելու համար։ Իրենք այս պայն կենտրոնացած են Չինաստանի վրա, քանզի ցանկանում են Ռուսաստանին սիրաշահելով կտրել Չինաստանից, Չինաստանի հետ առանձին հարցերը փորձել լուծել, Չինաստանին թաղել տարածաշրջանային կոնֆլիկտի մեջ, թողել որ նա դուրս գա տարածաշրջանից, հետո Ռուսաստանի հետ իրենք առանձին իրենց հարցերը կլուծեն, իսկ որ լուծելու են ես կասկած չունեմ։ Այս ջերմացումը ռուս-ամերիկյան սա այսպես ժամանակավոր բնույթ է կրում ըստ էության, ես կարծում եմ հետո ամեն դեպքում կողմերը իրենց իրական դեմքը ցույց են տալու։ Հնդկաստանի ու Պակիստանի այս առճակատման արդեն ռազմական բնույթի հենց անմիջապես գետնի վրա ռազմական առճակատման ազդեցությունը ինչպիսին կարող է լինել մեր տարածաշրջանի վրա, դա շատ կարևոր հարց է, որտեղ մենք գիտենք, որ ինչ էլ կատարվում է մեր շուրջ, այսպես թե այնպես ազդում է նաև Հայաստանի վրա։ Անշուշտ ազդում է
Չմոռանանք, Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանին զենք վաճառող առաջատար երկրներից մեկը։ Դրան գումարած, ես մի անգամ եմ ասել, ըստ մամուլում տարածված տեղեկատվության դեռ 20 թվականի 44 օրերի ժամանակ հադրութի ուղղությամբ նկատվել էին պակիստանյան լեռնային հրաձիգներ։ Քանզի հենց հադրութեցիներն էին ասում, որ ռադիոկապով իրենք լսել են խոսք, որը ոչ արաբերեն է, ոչ ադրբեջաներեն եւ կա վարկած եւ կասկած, որ դա եղել է հենց հնդկապակիստերեն այն լեզուն, խառը, որ խոսում են Պակիստանում կամ փուշտուներենը, քանզի այդ Պակիստանի բնակչության մոտ 40% փուշտուն է իր ծագմամբ, այսինքն իրանախոս է։ Հետևաբար Պակիստանը նաև հիշեցնեմ պետություն է, ով չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, թշնամական հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ, եւ այս պարագայում նրա թուլացումը բնականաբար նաև օգուտ մեզ է։ Նրա թուլացմամբ թուլանալու է Ադրբեջանի զենք մատակարարող պետություններից մեկը, ինչը չի կարող մեզ չգոհացնել։ Իհարկե իդեալական կլիներ, եթե դրան զուգահեռ սկսեր թուլանալ նաև Իսրայելը, դրա իր հերթն է գալու։ Ըստ էության եւ Իսրայելը եւ Պակիստանը պետք է հասկանան, որ Պակիստանը արդեն սկսեց հասկանալ, որ հադրութը պայթեց իր երկրում, նույնն էլ եղավ եւ լինելու է Իսրայելի հետ, ես վստահ եմ։ Քանզի այսպես այս իրավիճակը օգտագործել հայերին թողնել մենակ եւ այսպես հավաքվել գիշանգղերի պես եւ փորձեն ինչ-որ բան փոկել, դա բնականաբար բումերանգի էֆեկտ ունենալու եւ իրենք էլ դա զգալու են։ Բայց այստեղ առաջանում է հարց. Պակիստանը Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Իսրայելի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Բայց Իսրայելը այսօր պատերազմում աջակցում է Հնդկաստանին, ցույց տալով, որ քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական դաշնակիցներ, այլ կան հավերժական ժայռ։ Հետևաբար սա ինչ որ կերպ ազդելու է նաեւ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների եւ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վրա։ Եվ ես կարծում եմ մեկ կարևոր հանգամանք էլ ըստ էության կոտրվում է սուննիտական եռանկյունու մի ոտքը, քանզի Պակիստանը միշտ էլ եղել է սուննիտական եռանկյունու մաս, որը հակակշիռ է եղել միշտ Իրանին, իսկ շիա Իրանի ազդեցության մեծացումը տարածաշրջանում միայն եւ միայն ձեռնտու է Հայաստանին։ Հետևաբար Ադրբեջանում Պակիստանի ազդեցության թուլացումը հոգուտ մեզ է լինելու, սա բերելու է Ադրբեջանի Իրանի դիրքերի հզորացման, ինչը իհարկե իբրև բարեկամ պետություն միայն եւ միայն ուրախալի է։ Իրանի մասին խոսեցիք, Իրան եւ նրան հակընդդեմ Միացյալ Նահանգներ Իսրայել այդ տանդեմը։ Իրանի ու Միացյալ Նահանգների այս բանակցային գործընթացից մենք ընդհանուր առմամբ ինչ հասկանանք, այս պայդրությամբ դրանցում միտում կա արդյոք հենց արդյունքի հասնելու, որտեղ բանակցային գործընթացը այդպես բարդությամբ սկսվեց, սկզբից հիշում ենք սպառնալիքներ Թրամփից, Իրանի հակառակ պատասխանները, նույնպես սպառնալի պատասխանները եւ այլն, Միացյալ Նահանգների պնդումները եւ պահանջը անմիջապես միասին երկխոսության դուրս գալու, Իրանի պատասխանը, որ չէ, պետք է միջնորդ երկիր լինի, հիմա այն ինչ որ տեղի ունենում այդ գործընթացում, սա արդյունքի տանող գործընթաց է, թե ինչ որ մի գործընթաց է, որ ժամանակի ընթացքում կցույց տա իրեն, թե մի բան դրանից դուրս կգա, թե ոչ։ Ես կարծում եմ, այս գործընթացը արդյունքի տանող գործընթաց է եւ մայիսի 11-12-ին կայանալու է Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների հերթական փուլը։ Եկեք մի պահ հասկանանք, թե ինչ կատարվեց իրականում։ Բանակցությունները գնաց, բոլորը գոհ եւ երջանիկ էին, մեկ էլ հանկարծ բանակցային գործընթացը կանգնում է եւ հետո էլի սկսում է։ Հիմա այս արանքում կատարվեցին երկու կարևոր գործողություններ։ Առաջինը Թրամփի վարչակարգում գտնվող ուլտրա պրո-իսրայելական հայացքներ ունեցող երկու քաղաքական գործիչ հրաժարական տվեց։ Սա ես կապում եմ Իրանի պահանջ բանակցությունները շարունակելու։ Եվ երկրորդ հանկարծակի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ինքը հուսիների հետ էլ խնդիր չունի։ Սա էլ է Իրանի պահանջ, ուզում եք շարունակել բանակցությունները, հուսիներին հանգիստ եք թողում։ Օմանում կայացած վերջի որոշման համաձայն Կարմիր ծովը Միացյալ Նահանգների նավերի համար հայտարարում է ազատ ծով, այսինքն իրենք այնտեղ հանգիստ իրենց բեռնափոխադրումներն անելու են, բայց իսրայելական նավերին դա չի վերաբերվում։ Ավելին, Իսրայելի հետ Եմենն ունի իր հարցերը, եւ իրենք այսօր արդեն Իսրայելը հայտարարել են անօթաչու տարածք, այսինքն ցանկացած ինքնաթիռ, որ մուտք կգործի Իսրայելի օդային տարածք, կհամարվի օրինական նպատակ եմենական զինված ուժերի համար։ Տպավորություն է, որ Տրամփը հետ է քաշվում Իսրայելից եւ սա արվում է Իրանի պահանջով։ Իրանին
եւ Իսրայելին ըստ էության թողելու են մենակ։ Արդեն Իսրայելին Իրանի պրոքսիների հետ են թողում մենակ, Եմենի օրինակը վառ օրինակ։ Տրամպը գնում է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման, զուտ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև այն աջակցությունը, որ նա ժամանակին ստացավ հրեական համակից ընտրությունից առաջ, դա շատ ավելի թանկ է նստում Տրամպի վրա, որովհետև դրանով ինքը ըստ էության կորցնում է Մերձավոր Արևելքում իր բոլոր դաշնակիցների աջակցությունը։ Ինչու Տրամպը գնաց հուսիների հետ համագործակցության, քանզի նրա ամենից երդվել դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը հրաժարվեցին անգամ իրենց ռազմածովային բազաները տրամադրել ամերիկյան նավերին համալրելու ջրի պաշարները, զենքի զինամթերքի պաշարները, ակնհայտորեն ցույց տալով, որ իրենք խանդավառված չեն Միացյալ Նահանգների գործունեությամբ, որ բռնել է Իսրայելի կողմը։ Բացի այդ, Տրամպը ճակատագրական սխալ թույլ տվեց, երբ հայտարարեց, որ Գազայում ինքը Ռիվերիա է ուզում կառուցել եւ Գազայի բնակիչներն էլ թող գնան ուրիշ որտեղ ուզում են։ Ինքը այդ տարածքը վերցնելու է։ Սա Տրամպի ճակատագրական սխալն էր։ Ինքը ընկավ իսրայելական լոբբիի ազդեցության տակ, ինքը այդ հայտարարությունն արեց, ինչը անգամ իր դաշնակից Եգիպտոս եւ Սաուդյան Արաբիան քննադատեցին։ Հիմա ըստ էության Տրամպի շրջապատում հայտնվել են մարդիկ, ովքեր ասում են, որ գիտեք, հանուն Իսրայելի չի կարելի ողջ Մերձավոր Արևելքը այսպես ժողովրդական լեզվով ասած վարի տալ։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Եկեք Իրանի հետ հարաբերությունները կարգավորենք, իհարկե հաշվի առնելով նաեւ Իսրայելի շահերը, բայց բռնել Իսրայելին հանուն, չգիտեմ, ինչ որ նոր գաղափարներ եւ դրա համար թշնամանալ ողջ Մերձավոր Արևելքի հետ, սա անթույլատրելի։ Հիմա ըստ էության կատարում են ինչ ասում ենք։ Ինչու է Միացյալ Նահանգները, խնդրում եմ այստեղ կարճ պատասխանեք, ինչու է Միացյալ Նահանգները ի վերջո որոշել այսպես սպառնալից տոնով ի սկզբանե խոսելուց հետո զիջումների գնալ Թեհրանի հետ բանակցություն։ Որովհետև Տրամպը մի քանի անգամ է նաև լրատվամիջոցներին նշել, մի թերագնահատեք Իրանին։ Միացյալ Նահանգներում շատ լավ հաշվարկել են եւ հասկացել են, որ Իրանի ռազմական պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան իրենք պատկերացնում էին, մեկ եւ երկրորդ։ Իրանը կես քայլ է մնում միջուկային զենք ստեղծելուն, այսինքն եթե հիմա իրենք սրեն հարաբերությունը, Իրանը 100%-ով կստեղծի միջուկային զենքը, եթե արդեն չի ստեղծել։ Հիմա ավելի լավ է կես ճանապարհին բանակցել, համաձայնվել խաղաղ ատոմի ծրագրի հետ, Իրանն էլ պարտավորվի, որ միջուկային զենք չի ստեղծելու։ Տրամպն էլ իր ընտրողներին ասի, ես ձեզ ասում եմ, որ չեմ թողելու, որ Իրանը ստեղծի միջուկային զենք, ես չեմ թողել։ Բացի նրանից, որ պարտավորվի, այսինքն թույլ տա իր միջուկային օբյեկտներ մուտքը միջազգային հանձնաժողովների կամ ՄԱԳԱՏԷ-ի, ինչպես նախկինում էր Օբամայի այդ հայտնի համաձայնության ժամանակ, որ գան ստուգեն, որ տեսնեն Իրանը ըստ էության իրենց հայտարարություններից էր երևում, իրենք չեն հրաժարվում ստուգելուց, իրենք ասում են մենք բանակցություններում հավասարի պես պիտի ճնշում չպիտի լինի։ Սա Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, որը նաև ամրագրված է սահմանադրության մեջ։ Հետևաբար, այո, բանակցություններին ոչ պարտադրանքին Իրանը գնաց առաջին ճանապարհով ստիպելով ըստ էության Միացյալ Նահանգներին հաշվի նստել իր հետ։ Եթե իրենք հուսիների հետ չեն կարողանում գլուխ անել, նշանակում է, որ իրենք ըստ էության Իրանի հետ լուրջ բախվելով չեն կարողանալու այդ երկրից գլուխ անել, ավելին պատճառ են դառնալով, որ Իրանի շուրջ կոնսոլիդացվեն այն պետությունները, ովքեր խնդիրներ ունեն Միացյալ Նահանգների հետ, դա Տրամպին պետք չի։ Իսրայելի եւ Թուրքիայի մասին մասամբ դուք խոսեցիք, այստեղ իրենց միջև հակասությունները Սիրիայի շուրջ կան նախ, հետո կարող է դա նաեւ հանգեցնել Անկարայի ու Թել Ավիվի, այսպես ասած, ռազմական բախման, չնայած դա այդպես քիչ հավանական է թվում, բայց այդուամենայնիվ։ Եվ ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը Թուրքիայի ու Իսրայելի միջև, այսինքն հակամարտությունը Ադրբեջանի համար, հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ Բաքվի առանցքային դաշնակիցներն են։ Ես հակված չեմ կարծելու, որ Իսրայելը եւ Թուրքիան կգնան ռազմական բախման, դա ձեռնտու չի Միացյալ Նահանգներին, բայց ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կզսպի Իսրայելի ախորժակը եւ չի թողնի, որպեսզի վերջինս միազնյա տնօրինի Սիրիան։ Սիրիան բաժանվելու է ըստ էության Իսրայելի եւ Թուրքիայի միջև, եւ Իսրայելին կթողեն հասնի միջև Եփրատ եւ կանգ առնի։ Քրդերի հատված չեն թողի անցնի, քանզի քրդերի հետ կապված սա նուրբ հարց է, որը որ Թուրքիայի համար շատ զգայուն է։ Քրդերը Թուրքիայի հետ Սիրիայի քրդերը արդեն պայմանավորվել են, որ իրենք ըստ էության սիրիական նոր կառավարության, որը
պրոթուրքական խմբավորումներն իրենք չեն պայքարելու, դրա դիմաց ինչ որ որոշակի արտոնություններ են ստանալու։ Հիմա Իսրայելի հետ, եթե Միացյալ Նահանգները բռնում է լրիվ Իսրայելի կողմը եւ աջակցում է անվերապահորեն նրան, Թուրքիան կարող է դուրս գալ Միացյալ Նահանգների ազդեցությունից, իսկ Թուրքիան կարող է հետո պետք գալ Միացյալ Նահանգների նույն Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, եթե բանակցությունները ինչ որ պահին տապալվեն։ Հետևաբար երկու դաշնակիցների միջև ընտրություն կատարելիս Տրամպը հօգուտ մեկի չի անի դա։ Դրան գումարած, եթե ինքը հօգուտ մեկի արեց, ինքը տարածաշրջանում նաև քրդերի աջակցությունն է կորցնելու, սա բնականաբար ձեռնտու չի Միացյալ Նահանգներին, քանի Իրաքյան Քուրդիստանը ամեն դեպքում հակակշռում է Իրանի ազդեցությանը Իրաքում։ Բացի այդ, Իրաքյան Քուրդիստանը նավթային խոշոր հանքերի վրա այսպես նստած ինքնավարություն է, որը 100%-ով պրոամերիկյան է։ Պետություն է պետության մեջ, այո, հետևաբար քրդերին լարել իրենց դեմ, պատճառ դառնալ, որպեսզի քրդերը փորձեն լեզու գտնել Իրաքի կենտրոնական իշխանությունները, դրանով իսկ կորցնելով քրդերի նկատմամբ ազդեցությունը, ես կարծում եմ Թրամպը չի գնա այդ քայլին։ Ռուսաստան հարավային Կովկաս, Ռուսաստանի քաղաքականությունը կարծես թե որոշակի փոփոխության է ենթարկվում, այստեղ վստահ եմ, որ դուք էլ դա կնշեք, որ Կիրենկոյի նշանակումը որպես կուրատոր Ռուսաստանի քաղաքականության հենց Հայաստանի ուղղությամբ չէ՞ մի բան նշանակում է։ Կիրենկոն գիտենք, որ բավական Ռուսաստանի համար շատ կարևորագույն ուղղություններն է ղեկավարել, հիմա սա մեզ համար ինչ փոփոխություն կենթարկի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ ինչ կարող է տեղի ունենալ։ Կիրենկոն միայն Հայաստանի ուղղության պատասխանատուն չի, Կիրենկոն հարավային Կովկասի ուղղության պատասխանատուն է եւ առաջին քննությունը նա հանձնեց փայլուն Աբխազիայում չեզոքացնելով թուրքական ազդեցությունը եւ ամեն ինչ արեց, որպեսզի պրոթուրքական խմբավորումները չգան իշխանության։ Սա առաջին քննությունն էր, որ Կիրենկոն հանձնեց։ Բացի այդ, Կիրենկոն նաև Դոնբասի եւ այդ նոր շրջանների ուղղության համակարգողն է եւ կարծես թե վատ չի համակարգում համենայն դեպս ռուսական լրատվամիջոցները եւ մամուլը այդ մասին հակառակը չի գրում։ Իսկ փոփոխություն հարավային Կովկասում լինելու է անկասկած եւ արդեն աստիճանաբար այդ փոփոխությունը սկսելու են զգալ բոլորը, քանզի որոշում է կայացվել, որ ոչ թե աշխատելու են էլիտաների հետ, այլ աշխատելու են ժողովրդի հետ ավելին, հանդիպումների ժամանակ բազմիցս խոսում է այն մասին, որ պետք է տարանջատել էլիտաներին ժողովրդից, որ ժողովուրդների հետ իրենք խնդիր չունեն եւ ընդհակառակը այդ փափուկ ուժով, այդ համագործակցության ժողովրդական դիվանագիտության միջոցով նաև պետք է ամեն ինչ անեն հարաբերությունները կարգավորելու եւ նաև իմիջային այն անկումը, որ կա, այդ իմիջային անկումը վերականգնելու կամ փորձել վերականգնելու համար։ Հետևաբար այո, փոփոխություններ սպասվում են, ես կարծում եմ եւ առաջիկայում ուկրաինական պատերազմի ավարտից հետո կամ դրա վերջնական փուլում մենք այստեղ կարծում եմ կզգանք նաև այդ փոփոխությունները։ Եվ դա կարող է համընկնել նաև 2026-ի Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ, եթե որը մի բան միջի այդ Հայաստանում չլինի, այո, այսպես շատ արագ ինչ-որ, հա, էքստրեննի, ինչպես ասում են, ինչ-որ մի բան չլինի, առանձնահատուկ, ապա դա միանշանակ նաև նոր խորհրդարանական ընտրություններում իրենց այսպես ձեռագիրը կերևա եւ իրենց դիրքը կերևա։ Հիմա սպասենք, տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, բայց այն, որ փոփոխություն լինելու է եւ արդեն տեսեք Միացյալ Նահանգներ Ռուսաստան հենց առաջին հանդիպումից հետո Լավրովը պետական դումայում Մոսկվայում Ռուսաստանի հայտարարեց, որ իրենք Եվրասիայի տարածքի պետություններին առաջարկել են ինտեգրացիոն նոր ձևաչափ։ Եվրասիայի տարածքի ոչ թե ԵԱՏՄ, որի մեջ Լավրովը հաստատեցեց, որի մեջ մտնել են ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ պետություններ, բայց ես չեմ բացառում, որ կմտնեն նաեւ Արևելյան Եվրոպայից որոշ պետություններ, օրինակ Հունգարիան, Սլովակիան, որոնք իմիջիայլոց կմտնեն նաեւ Միացյալ Նահանգների իմացությամբ, քանզի այսօր Եվրոպական միության հետ Տրամպ ունի բավականին լուրջ խնդիրներ, եւ այս հարցում Մոսկվան աշխատելու է այս հակասությունների վրա անկասկած, քանզի այն պատժամիջոցները եւ մաքսային դրույքաչափերը, որ մցրեց Տրամպը 27%, սա միայն եւ միայն ի վնաս երկկողմ հարաբերությունների է լինելու։ Եվրոպական միությունը արդեն հայտարարում է, որ Միացյալ Նահանգներից հեղուկ գազ չի գնում, դրան զուգահեռ այսպես պատժամիջոցների մեջ չի ներառում գազային ոլորտը, պատուհան թողնելով, որպեսզի հնարավորություն ունենա Ռուսաստանից գոնե հեղուկ գազ գնի։ Դրա համար այս ամեն ինչը այսպես իմի բերելով կարծում եմ, որ փոփոխություններ լինելու են ողջ հետխորհրդային տարածքում եւ փոփոխությունները լինելու են զգալի։
Անդրադառնանք նաև Ռուսաստան-Բաքու հարաբերություններին Ադրբեջանի հետ։ Վերջերս ռուսական կողմը արգելեց ադրբեջանցի խորհրդարանականի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Արդյոք սա խոսում է Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների որոշակի լարվածության մասին, եւ սա կողմերը կարող են դա գուցե հաղթահարում են նաև 2000 փորձում են հաղթահարել համենայն դեպս 2024 թվականին այդ ինքնաթիռի խոցման հետևանքները այնտեղ Ալիևը շատ խոսեց, քննադատեց, պահանջեց, ի վերջո այդ ներողությունը ստացավ Մոսկվայից, Կրեմլից, լարվածություն կա, բայց մենք տեսնում ենք, թե տնտեսական ոլորտներում, տարբեր բնագավառներում ինչպիսի համագործակցության, ինչպիսի մասշտաբային համագործակցություն իրենք ունեն։ Տեսեք, նախ ներողության հետ կապված մեր հասարակության մոտ այնպեսի կարծիք է ձևավորել, որ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել ինքնաթիռը խոցելու համար։ Նման բան չի եղել։ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանի տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար։ Սա լրիվ տարբեր բաներ են։ Հետո ակնհայտ է, որ սա լուրջ կազմակերպված պրովոկացիա էր, քանզի խոցված ինքնաթիռը դեռ մի քանի ժամ թռնում է Կասպից ծովի վրայով եւ փորձում վայրէջք կատարել Ղազախստանում։ Սա հենց պատրաստված էր այնպես, որ ցույց տրվեր, թե իբր ռուսական կողմն է ինքնաթիռը ուղղորդել դեպի Ղազախստան, որպեսզի հետքերը ջնջի այն հաշվարկով, որ կգնի Կասպից ծովը, ոչ ոք չի գտնի այլևս այդ ինքնաթիռը։ Մինչդեռ երբ որ հետո սկսեցին այսպես սև արգղերը վերցանել, այնտեղ ակնհայտ դարձավ, որ մի քանի տարբերակ է առաջարկվել եւ Մախաչկալա, եւ Թբիլիսի, եւ Մինվոդի, այսինքն տարբեր օդանավակայաններ է առաջարկվել վայրեջքի համար, իսկ ինքնաթիռը հենց անձնակազմը ինքն է որոշում կայացրել գնալ Ղազախստան։ Բացի այդ, ուրեմն Ադրբեջանի կառավարության որոշումը փակել Մոսկվայի ուրեմն գիտության Ռուսաստանի գիտության կենտրոնը Մոսկվայում, փակել Սպուտնիկ ռադիոկայանը եւ այլն, սա ակնհայտորեն հակառուսական եւ այսպես թշնամական վերաբերմունք դրսեւորվեց Ադրբեջանի կողմից, համենայն դեպս Մոսկվայում սա անցալվեց իբրև թշնամական քաղաքականություն։ Դրա համար պատգամավորի մուտքի արգելքը ես նաև այս տրամաբանության մեջ եմ տեսնում։ Ես այս պահին չեմ կարծում, թե ամեն դեպքում երկու պետությունների միջև այսպես մասշտաբային տնտեսական պրոյեկտներ կլինեն, այս պայդրությամբ դեռ դրա մասին խոսք չկա, եթե խոսքը Նովորոսիիսկ Բաքու նավթամուղի մասին է, դա 2022 թվականից էլ առաջ էր գործում, հիմա էլ է գործում, այսինքն դա այն նավթամուղն է, որ պետք է նաև Եվրոպային ռուսական նավթը ստանալու համար, հա։ Հետևաբար սա միջազգային այսպես նախագիծ է, այո, որը կապ չունի այդքան էլ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ, բայց ռուս-ադրբեջանական հարաբերություններում իհարկե դեռ կարծում եմ վայրիվերումներ առջևում են, քանզի այն սուր հայտարարությունները, որ արեց Ալիևը, դեռ այդ հայտարարություններին այսպես համարժեք պատասխան չի տրվել։ Այս падգամավորի այցի, այսպես падգամավորի մուտքը արգելելը, ես կարծում եմ դեռ առաջին ծիծեռնակն է Բաքվի հետ ունեցած, իհարկե այսպես փորձեցին մշակութային, այսպես բանտալ աստարտար դրան, Կիրիլը ժամանեց Բաքու եւ այլն, դա իրենց այսպես ներքին գործն է իհարկե, բայց շատ կցանկանայի, որ այդ այցի ժամանակ օրինակ Կիրիլի կողմից բարձրացվեր Շուշիի կանաչ ժամը ավիրելու, պայթեցնելու հարցը, որը որ ուղղափառ եկեղեցի ըստ էության, բայց դա չարվեց, ամենայն դեպս պաշտոնապես այդ մասին չասվեց, այսինքն կողմերը դեռ չեն ուզում ցավոտ հարցերը կարծես հանել ջրի երես, քանզի Ուկրաինայում դեռ խնդիր կա լուծելու։ Հետևաբար երկրորդ ճակատ բացելու այս պահին նպատակահարմարությունը չկա այդ հայտարարությունների ֆոնին։ Բայց իհարկե յուրաքանչյուր պետություն իր քաղաքականություն է վարում եւ մենք տեսնելով թե ինչ բանակցություններ են ընթանում, մենք պետք է կարողանանք գոնե որոշակի չափով հակակշռել սրան, մենք պետք է կարողանանք ոչ թե լարել հարաբերությունները Մոսկվայի հետ վերջինիս մեղադրելով թե ինչու ես դու Ադրբեջանի հետ քո հարաբերությունները կարգավորում, այլ ինքներս փորձենք հակաքայլը դրա հակախաղը գտնել, ինքներս կարգավորելով այդ լարված հարաբերությունները, դրանով վերականգնելով են ուժերի բալանսը եւ վերականգնելով են վերաբերմունքի բալանսը, որ կար Մոսկվայում, Երևանի եւ Բաքվի նկատմամբ։ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան։ Մեր ունկնդրին մեր հետևորդին հիշեցնեմ, որ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին նախագծի այս թողարկման հյուրն էր միջազգային agent Գրիգոր Բալասանյանը, շարունակեք հետևել մեզ YouTube-յան ալիքում առայժմ։